Կառավարությունը այսօր քննարկվում էր, որ ոչ մի գաղտնիք այլևս չկա, բոլոր տվյալները հավաքագրվում են, ու դրա համար վատ չի նաև, որ հավաքագրվի Հայաստանում տվյալները, մի քիչ ընդհանրացնում եմ, ու ընդհանրապես ոչ ոք չի խոսում, որ սմարթֆոնները, սոցցանցերը հավաքում են, բայց հենց Հայաստանում են սկսում փորձել տվյալները հավաքագրել, բոլորը սկսում են խոսել։ Իրականում այստեղ մի քանի կարևոր բան եմ ուզում ասել։ Առաջինը ոչ ոք չի խոսում, շատերը խոսում են, շատերը մտահոգ են համաշխարհում, Հայաստանում, որ մեծ կորպորացիաները հավաքագրում են տվյալները։ Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ օրինակ Facebook-ը, Instagram-ը կամ TikTok-ը ինչ տվյալ ասես հավաքում են, բայց այստեղ կա մի քանի բայց։ Առաջին դա շատ վատ է, բնականաբար։ Բայց որոնք են այդ բայցերը։ Առաջինն այն է, որ ես կարող եմ չգրանցվել Facebook-ում։ Օրինակ ես ասեմ, հա, Facebook-ը ինչ տվյալ կա հավաքում, ես Facebook չեմ գրանցում։ Բայց երբ որ ՀՀ կառավարությունն է տվյալները հավաքում, ես ուզեմ չուզեմ այդ տվյալները հավաքագրվում են։ Այսինքն սկսենք նրանից, որ այստեղ ընտրության տարբերակ մենք չունենք, եթե այդ ընտրությունը չարվի մինչև կամայական նմանատիպ որոշում ընդունելը, այսինքն օրինակ հասարակությունը դեմ դուրս գա դրան։ Ես հիմա շատ ընդհանուր եմ խոսում, կոնկրետ նախագծերի բաղով չեմ ասում, ընդհանրապես մեր հասարակությունը տվյալների հավաքագրման նախագծերի հարցում բավականին պասիվ է։ Ոչ հետևում է, ոչ բան, դրա համար կառավարությունը հենց հավեսով տենց տարբեր որոշումներ ընդունում է։ Մյուս հարցը այն է, թե եթե օրինակ տվյալները հավաքագրվում մետան, ուր է դրանք հայտնվում։ Առաջինը գոնե ես գիտեմ, որ այդ տվյալները իրենք անանունացված կարող են վաճառել տարբեր մարքեթինգային ընկերություններին, այսինքն այնտեղ կա թե ես որտեղ եմ գտնվում, ինչ եմ սիրում եւ այլն, բայց այնտեղ չի գրած իմ անունը, դա վաճառվում է որպես տենց գովազդային, մարքեթինգային ինչ-որ բաների համար։ Երկրորդը, բնականաբար մենք բոլորս էլ լավ հասկանում ենք, որ այդ տվյալները հասանելի են նաև ամենահատուկ ծառայություններին։ Բայց օրինակ այդ տվյալները հասանելի չեն աչուձախ։ Եթե ես մարդ եմ, որը ունի խնդիրներ ամենահատուկ ծառայությունների հետ, ես պետք է մտահոգվեմ։ Այդ դեպքում ես պետք է շատ լուրջ մտահոգվեմ, որովհետև ԱՄՆ ծառայությունները հասկանում եք ինչքան խողովակ ունեն տվյալ հավաքագրել։ Բայց հարցը նրանում է, որ եթե դուք ԱՄՆ վիզայի խնդիր չունեք, այնտեղ չեք դնում եւ այլն, ձեր երկիրն էլ ԱՄՆ-ի հետ պատերազմի մեջ չի, դուք էլ գեներալ չեք, մեծ հաշվով այդ տվյալները առանձնապես շատ մտահոգիչ չեն։ Բայց երբ որ հարցը գալիս հասնում է սեփական կառավարությունը, բնականաբար մտահոգությունները շատանում են, ոչ շատանան, որովհետև սեփական ԱԱԾ-ն այստեղ է, ծոծրակիտ մոտ, ամենաԱԱԾ-ն ԱԱԾ-ն չէ, իրանց բազմաթիվ հատուկ ծառայությունները, գաղտնալսման դեպքում հիմնականում դա ազգային անվտանգության գործակալությունն է, NSA-ը, բայց դե գիտեք, 14 հատուկ ծառայություն կա, ով ասես քո մասին ինչ ասես հավաքում է, բայց այստեղ լրիվ ուրիշ է։ Եթե դու օրինակ լրագրող ես, ընդդիմադիր քաղաքական գործիչ ես Հայաստանում, բնականաբար դու կմտահոգվես, որ քո տվյալները աչուձախ կարող են հավաքագրել ստեղ։ Մետա հավաքագրելը այդքան էլ տենց մտահոգիչ երևույթ չէ։ Ու շատ պարզ է, որ դու մտածում ես ստեղի մասին, առավել եւս, որ մեր օրենսդրությունը լավը չի պատիժների տեսանկյունից։ Տեսեք, օրինակ եթե տվյալների արտահոսք լինի Եվրամիությունում, կամ մեր տվյալները մենք լինենք ԱՄՆ քաղաքացի ու ԱՄՆ հատուկ ծառայությունները ինչ-որ անպարկաշ ձևով օգտագործեն, մենք գիտենք, որ այնտեղ շատ լուրջ տուգանքներ են, տեսնում ենք, որ կոնգրեսում լսումներ են արվում, հազարով ինձ բան է լինում, ու այսինքն այնտեղ հետևանքներ են լինում։ Հայաստանում սկսենք նրանից, որ օրենքով տուգանքը այնտեղ ամենաշատը
կարծեմ 500,000 դրամ, այն էլ նես չի, որ աչուդախ տուգանքը լինում է։ Երկրորդը մենք բազմիցս տեսել ենք դեպքեր, երբ որ արտահոսներ են եղել, հենց պետական կառույցներից էլ են լինում, բայց երբեք չենք տեսել դեպք, երբ որ առաջինը դա ընդունվի, երկրորդը ինչ-որ մեկը դրա դիմաց պատժվի օրինակ։ Այնպես որ մտահոգություն կա այդ տվյալների նաև պահպանման եւ օգտագործման տեսանկյունից, որովհետեւ ընդհանուր առմամբ մեր երկրում վերևից ներքև լուրջ չենք վերաբերում այս տվյալներին։ Եվ մյուսն այն է, որ այդ տվյալները կարող են նաև տարօրինակ ձևով օգտագործվել։ Օրինակ ինձ համար շատ տարօրինակ էր, երբ որ ԱԱՑ-ն հրապարակեց Քոչարյանի տեսանյութը օդանավակայանից, այն սահմանապահների մտնակարանում։ Եվ պարզաբանումը, երբ ուզում, ինչ ուզում հրապարակում ենք, դա հավատացեք, տարօրինակ պարզաբանում է երկրում, որը ուզում է դառնալ ժողովրդավարական։ Այս ամեն ինչը, երբ որ իրար գլխի ես հավաքում, հասկանում ես, որ պետք է ամեն տվյալ հավաքագրման դեպքում, երբ որը արվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, լինես լուրջ մտահոգ։ Իսկ երբ որ դա արվում է արտաքին երկրների կողմից, այդ դեպքում հարցը հենց ՀՀ կառավարությունն է, բա դեր կանգնեք ՀՀ քաղաքացիների տվյալներին, ձևեր կան, օրինակ երկրներ կան, որոնք պահանջում են, որպեսզի այդ տվյալները պահպանվեն միայն այդ երկրում։ Ես չեմ ասում, որ դա լավ ձև է, ուղղակի ասում եմ, որ օրինակ Բրազիլիան, Ռուսաստանի Դաշնությունը, որի հետ միասին համարյա նույն օրերին ընդունեցինք այդ email-ի հետ կապված որոշումը, իրենք պահանջում են, ուրիշ հարց ստացվում է, դա թե չէ այդ երկրորդ հարցն է, բայց առնվազն իրենք մտահոգվել են ու պահանջել են, որ օրինակ մետան Բրազիլիայի քաղաքացիների տվյալները պահի Բրազիլիայի տարածքում սերվերների վրա ու դուրս չհանի։ Իսկ այդպես նստենք, մենակ մտահոգվենք ու ուրախանանք ու ոչ մի բան չանենք, լավ չստացվի։ Վաղ թե ուշ այդ տվյալները իսկապես մեր դեմ կարող են օգտագործվել։ Հենց որ այստեղ շատ մտածելու բան կա համ ամեն մեկիս, համ կառավարությանը, համ հասարակությանը, որը ինչ որ հարցերում էշիական չի քնած։ Սենց